Բարև Հայր ջան, ինչպես եւ սպասվում էր, Թուրքիան կամաց-կամաց մտնում է խաղի մեջ։ Երեգիրի գունը տեսա Էրդողանի հայտարարությունը ու արդեն պատկերը դառնում է ավելի հստակ, որ հասկանաք ու պատկերացնեք ինչի մասին է խոսքը, առաջարկում եմ մի հատ կարճ ծանոթացեք այդ փդացի հայտարարությանը ու շարունակենք։ Իրանի հարձակումներն Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների վրա անընդունելի են, մենք հստակ հայտարարել ենք այդ մասին։ Թուրքիայի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռները չեզոքացվել են, Իրանը ստացել է համապատասխան նախազգուշացումներ։ Քաղաքականության մեջ երբեմն մի նախադասությունը կարա ավելի շատ բան ասի, քան ամբողջ կոնֆերանսները։ Խոսքս իհարկե Հայաստանի քաղաքականության մասին չի, որտեղ Հայաստանում համատարած մանկապարտեզ է ու անպատասխանատու ելույթների, բամբասանքների ու կենցաղային մակարդակի մտածողության հավաքածու։ Խոսքս իրական քաղաքականության մասին է ու հենց այդ ֆորմատի մեջ հայտարարությունն էլ արել է Էրդողանը։ Առաջի հայացքից կարա թվա, որ հերթական դիվանագիտական հայտարարությունն է, բայց եթե մի պահ կանգ առնենք ու նայենք սառը ռազմավարական հայացքով, ապա կտենանք, որ այդ մի քանի նախադասության մեջ թաքնված է ամբողջ տարածաշրջանի ապագայի տրամաբանությունը, որտեղ ստեղ խոսքը մենակ Իրանի մասին չի, խոսքը մեծ ուժերի բախման մասին է, որը կամաց-կամաց սեղմվում է հենց տարածաշրջանի վրա։ Հիմա եկեք հասկանանք, թե Թուրքիան ինչի է այսքան արագ արձագանքում։ Եթե Թուրքիան ասում է, որ Իրանի հարձակումները անընդունելի են, ինքը իրականում խոսում է ոչ թե Ադրբեջանի մասին, այլ իր սեփական ազդեցության գոտու։ Թուրքիայի համար Ադրբեջանը զուտ դաշնակից չի, Ադրբեջանը թուրքական աշխարհաքաղաքական նախագծի առանցքային հանգույցն է։ Այսինքն Ադրբեջանը Թուրքիայի համար ոչ թե պետություն է, այլ միջանցքային համակարգի հանգույց։ Ադրբեջանը մենակ Նիկոլի համար է պետություն, անգամ Թուրքիան դրան պետություն չի համարում, այլ օգտվում է այն հանգամանքից, որ կան որոշները, ում համար այդ արհեստածին աղբանոցը պետություն է։ Ու հենց այդ պատճառով ցանկացած հարված Ադրբեջանին Թուրքիայում ընկալվում է որպես հարված սեփական ռազմավարությանը։ Բայց ստեղ կա նաև Իրանի հաշվարկը։ Իրանը այս տարածաշրջանում մտածում է լրիվ այլ տրամաբանությամբ։ Իրանի համար հարավային Կովկասը զուտ սահմանային գոտի չի։ Հարավային Կովկասը Իրանի համար պատնեշ է, որը պետք է կանգնի 3 վտանգի դեմ՝ Իսրայելի ռազմական ներկայության, Կովկասում ՆԱՏՕ-ի խորացման ու Թուրքիայի պանթուրքիստական նախագծի ընդլայնման։ Ու հենց էսա կոնկրետ Իրանի ու Թուրքիայի միջև եղած հակասությունը։ Թուրքիան փորձում է ստեղծել թուրանական աշխարհաքաղաքական առանցք, Իրանը այդ նույն տարածքում փորձում է պահել ուժերի հավասարակշռությունը։ Այսինքն ստեղ բախվում են երկու քաղաքակրթական նախագծեր։ Ու Թուրքիայի դեպքում այդքան էլ քաղաքակրթական չի կարելի ասել, ավելի շուտ քաղաքական, բայց ընդհանրացրած ասում եմ քաղաքակրթական, որտեղ այս բախումը sense տենենց քաղաքականից շատ ավելի խորքային է ու դրա հարթությունը հենց քաղաքակրթական է։ Այդ Էրդողանի հայտարարության ձևաչափից էլ է երևում, որ ինքը գիտակցում է այս բախման ծավալն ու մակարդակը, բայց եկեք ֆիքսվենք ոչ թե Էրդողանի հայտարարության ձևաչափի վրա, այլ այդ հայտարարության իրական ուղերձի։ Հիմա տեսեք, երբ Էրդողանն ասում է, որ Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռները չեզոքացվել են, ինքը իրականում երկու ուղերձ է փոխանցում։ Առաջինը ինքը ցույց է տալի, որ Թուրքիան պատրաստ է ռազմական պատասխանին, իսկ երկրորդը ինքը փորձում է կանխարգելել սցենարը, որտեղ Իրանը կարա սկսի տարածաշրջանում ճնշում գործադրել Թուրքիայի վրա։ Այս դասական ուժային դիվանագիտություն է։ Պետությունները հաճախ հայտարարություններ են անում ոչ թե այն պատճառով, որ արդեն պատերազմը կա, այլ որ պատերազմը կանխեն իրանց պայմաններով։ Այսինքն տեսեք իրականում Թուրքիան ինչից է վախում։ Թուրքիայի ռազմավարական մտահոգությունը մի նախադասություն է՝ Իրանի ազդեցության աճ։ Եթե Իրանը սկսի ավելի ակտիվ աշխատել հարավային Կովկասում, ապա ամբողջ թուրքական նախագծի կառուցվածքը կարա խարխլվի։ Ոստեղ կա մի հատ կարևոր փաստ, որը հաճախ անտեսվում է։ Իրանը աշխարհում ամենահին պետություններից մեկն է։ Իրանը գոյություն ուներ հենց այն ժամանակ, երբ աշխարհում մեզ հայտնի պետությունները դեռ այն ժամանակ պետություն էլ չէին։ Իսկ այդ խոսում է նրա մասին, որ Իրանը սովոր է երկար խաղեր խաղալու։ Թուրքիան հաճախ խաղում է արագ։ Ոստեղ Իրանի առավելությունն է, որ ինքը խորքային է խաղում։ Ու այս տարբերությունը շատ կարևոր է հասկանալ, որտեղ այդ հասկանալով կարելի է հասկանալ նաև թե այս ամեն ինչը ինչա նշանակում նաև Հայաստանի համար։
Հայաստանը Ադրբեջանի նման աշխարհագրական պատահականություն չի։ Հայաստանը ռազմավարական հանգույց է։ Եթե նայեք քարտեզին ընդհանուր պատկերը տենալու տրամաբանությամբ կտնեք մի հատ պարզ երևացող բան, որ Հայաստանը բաժանում է 3 մեծ աշխարհաքաղաքական համակարգ՝ Թուրքիա, Իրան, Կասպյան տարածաշրջան։ Այդ պատճառով ցանկացած լարում Իրանի ու Թուրքիայի մեջ անխուսափելիորեն անդրադառնալու է Հայաստանի վրա։ Բայց այդտեղ կա նաև հակառակ կողմը։ Այդ նույն աշխարհագրությունը Հայաստանին տալիս է ռազմավարական արժեք, որտեղ երբ մեծ ուժերը բախվում են, այն տարածքները, որոնք գտնվում են դրանց միջև, դառնում են քաղաքական կենտրոններ։ Բայց Հայաստանի այս իշխանությունների դեպքում այս զարգացումը կարա վերածվի ոչ թե հնարավորության, այլ հերթական բաց թողնված պատմական շանսի։ Որտեվ երբ պետությունը գտնվում է մեծ ուժերի խաչմերուկում, տվյալ պետությունից պահանջվում է ոչ թե пассивություն, այլ ռազմավարական մտածողություն, պահանջվում է սառը հաշվարկ, ուժերի հավասարակշռության խաղ, դիվանագիտական ճկունություն ու ազգային շահի շուրջ կառուցված հստակ պետական կամք։ Իսկ այն ինչ մենք այսօր տենում ենք, դրա հակառակն է։ Այսօր Հայաստանն ունի իշխանություն, որը ոչ թե օգտագործում է Հայաստանի աշխարհագրությունը, այլ զուտ արձագանքում է ուրիշների քայլերին։ Ինքը ոչ թե խաղացող է, այլ դիտորդ։ Սրանց իշխանությունն այսօր ռազմավարություն ունենալու փոխարեն ունի մենակ անհեթեթ արդարացումներ։ Իսկ երբ տարածաշրջանում մեծ խաղ է գնում, թույլ իշխանությունը պետությունը ավտոմատ դարձնում է բուֆերային տարածք։ Իսկ եթե ուժեղ իշխանություն ունենայինք, այսինքն հեռու չգնամ, եթե ժամանակին բոլորդ միացած լինեիք վերածննդի շարժմանն ու այսօր մենք լինեինք իշխանության, ապա մեր այս նույն տարածքը մենք կդարձնեինք ազդեցության կենտրոն, ու հենց էսա տարբերությունը մեր ու մյուս բոլոր իշխանությունների ու թեկնածուների մեջ։ Այն ինչ այսօր կա Հայաստանում, այդ քաղաքականություն չի, այդ ընդհանրապես քաղաքական ադմինիստրացիա է, որը փորձում է իրադարձությունների մեջ զուտ գոյատևել։ Իսկ այն ինչ առաջարկում է Լույսի բանակը, այդ լրիվ այլ տրամաբանություն է։ Մենք առաջարկում ենք պետություն, որը հասկանում է իր աշխարհագրության արժեքը ու այդ աշխարհագրությունը վերածում է ուժի, ոչ թե խոցելիության։ Որտեվ պատմությունը շատ պարզ օրենք ունի։ Եթե դու չես օգտագործում քո աշխարհագրությունը, քո աշխարհագրությունը սկսում են օգտագործել ուրիշները։ Ու մեր առաջարկը մինչև հիմա, մինչև այսօր ուժի մեջ է, ու դեռ ուժ չի, որ միանակ վերածննդի շարժմանը, որտեվ ոչ մեկ չգիտի, թե վաղը էլ ինչ նոր իրադարձություններ կզարգանան տարածաշրջանում, ու կարծում եմ adekvat մարդու հույսը չի կարա լինի Բամբաս բյուրոյի վերածված մանկապարտեզ քաղաքական դաշտը իր պրիմիտիվ մտածող ֆիգուրներով հանդերձ։ Որոշումը ձերն է, հայեր ջան, մեզանից հասնում է առաջարկել, առաջարկում ենք, մնացածը ոնց գիտեք, այս երկիրը ձերն էլ է, նենց որ որոշողն եք դուք։ Ինչևէ, օրը գա բարին էլ հետը։ Հիմա ուզում եմ միասին հասկանանք նաև հնարավոր զարգացումների սցենարները։ Եթե այս լարվածությունը շարունակվի, ապա կարան ձևավորվեն 3 հիմնական սցենարներ։ Առաջինը սահմանափակ լարվածությունն է։ Իրանն ու Թուրքիան կշարունակեն փոխադարձ հայտարարություններ, զորավարժություններ ու ուժի ցուցադրում, բայց բաց պատերազմ չի լինի։ Երկրորդը միջնորդավորված պայքարն է, այսինքն իրանք կսկսեն մրցել ազդեցության համար Ադրբեջանում, Կովկասում ու Մերձավոր Արևելքում առանց ուղիղ բախման։ Ու երրորդ սցենարը այդ արդեն լայն տարածաշրջանային ճգնաժամն է։ Եթե հիմա որևէ կողմ սխալ հաշվարկ արեց, ապա կարա առաջանա մի հատ նեն շղթայական ռեակցիա, որը կներառի միաժամանակ մի քանի պետություններ, ու հատուկ շեշտեմ, որ առաջիններից մեկը հենց Հայաստանն է ալնելու։ Պատմության մեջ նման բան արդեն եղել է։ Մի մոռացեք, որ առաջի համաշխարհային պատերազմը սկսվեց ընդամենը մի կրակոցից, բայց այդ կրակոցի հետևում կային տարիներով կուտակված հակասություններ, ու որ մենակ առիթ էր պետք։ Այսօր մենք տենում ենք նույն տրամաբանությունը։ Դրա համար ցանկացած ինքը իրան գոնե մի փոքր հարգող իշխանություն պարտավոր է այս տարածաշրջանում տեղի ունեցողով հետաքրքրվի ու իր անելիքն իմանա։ Իսկ անինքնասեր, իրանք իրանց չհարգող ու մենակ իրանց հաստաղիքի մասին մտածող ամեոբաները, որոնք ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել են տարածաշրջանի որևէ պետության ղեկին ու դարել են իշխանություն, կարան ընդհանրապես թքած ունենան, թե տարածաշրջանում ինչ է կատարվում ու որ պետության համար ինչ վտանգ է պարունակում կամ չի պարունակում տվյալ իրողությունը։
Այսինքն քաղաքականություն հասկացողությունը իրենց օրակարգից դուրս է, իսկ քաղաքականությունը երբեք չի սկսվում հաց ուտելուց, էժան PR-ից ու դատարկաբանությունից։ Քաղաքականությունը սկսվում է ծանրակշիռ վերլուծությամբ, չոր հաշվարկներով, սեփական դերը գիտակցելով, պատերազմի պատրաստվելով, եթե պետք է անգամ պատերազմ հայտարարելով, զգուշացումներով ու ուժի ցուցադրումներով։ Այսօր մենք տենում ենք հենց այդ փուլը։ Թուրքիան փորձում է ցույց տա, որ պատրաստ է պաշտպանել իր ազդեցության գոտին, Իրանը իր հերթին փորձում է ցույց տա, որ չի հանդուրժելու իր սահմանների մոտ ձևավորվող նոր ռազմաքաղաքական համակարգեր։ Ու այս ամբողջ խաղի մեջ Հարավային Կովկասը վերածվում է մեծ ռազմավարական շախմատի տախտակի։ Ու կա մի ճշմարտություն, որը պատմությունը բազմիցս ապացուցել է։ Պատերազմները սովորաբար սկսում են նրանք, ովքեր վստահ են իրենց ուժի վրա, բայց անկախ պատերազմները սկսողից էլ այդ նույն պատերազմներում հաղթում են նրանք, ովքեր հասկանում են պատմության ուղղությունը։ Ու հենց այդ պատճառով ամենակարևոր հարցը այսօր այն է, թե ով է պարզապես արձագանքում իրադարձություններին ու ով է տենում այն, ինչը հələ դեռ նոր ձևավորվում է։ Ու վերջում հայր ջան, ուզում եմ ասել մի հատ շատ պարզ, չափազանց պարզ բան։ Եթե դուք գտնում եք, որ Հայաստանին պետք է ուժեղ, սառը մտածողությամբ ու ռազմավարական պետություն, եթե կարծում եք, որ այս տարածաշրջանում Հայաստանը պետք է լինի խաղացող, ոչ թե ուրիշների խաղի դաշտ, ապա միացեք մեզ։ Ցավոք դեռ շատ հայեր կան, ովքեր ուղղակի չեն լսել մեր մասին ու տեղյակ չեն ոչ մեր անցածողուց, ոչ մեր ծրագրերից, ոչ էլ մեր գաղափարներից ու առաջարկներից։ Հենց դրա համար մենք արդեն սկսել ենք իրազեկման մեծ արշավ, որը արդեն ընթանում է բազմաթիվ մարդկանց աջակցությամբ։ Շուտով շատերը առաջի անգամ կհանդիպեն մեր գաղափարներին, մեր ծրագրերին ու մեր տեսլականին։ Ու դա հայր ջան, ձեզանից նրանց շնորհիվ, ովքեր մեր հանդեպ վստահությունից ելնելով ակտիվորեն աջակցում են մեզ նաև ֆինանսապես։ Ու եթե դուք էլ մեր նման ցանկանում եք, որ այս գործընթացը արագանա, ապա կարաք աջակցեք մեր իրազեկման արշավին։ Հաշվի համարները տենում եք ու բացի ստեղ ցուցադրելն էլ, որ պահին ցանկանաք, կարաք մտնեք մեր պաշտոնական կայք ու ֆինանսական աջակցություն բաժնում գտնեք ձեր համար ամենահարմար տարբերակը։ Որտեվ հայր ջան, մի բան շատ հստակ է։ Հայաստանի ապագան որոշվում է հիմա, ու այդ ապագան որոշելու են ոչ թե դիտորդները, այլ նրանք, ովքեր կանգնում են մեր կողքին ու իրենց մասնակցությունն են ունենում մեր գործում։ Առաջ Աստված, տա Աստված, որ ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնենք ու առիթը չլինի ասելու, որ ուշացանք։ Ամեն ինչ կախված է ոնց որ ինձանից, տենց էլ ձեզանից յուրաքանչյուրից։ Իմ հույսը մենակ Աստված է ու մենք բոլորս հուսանք կհասցնենք։ Այսօր այսքանը, լավ մնաք ու օրհնված լինեք բարձր սիրով ու իմաստությամբ։